Պարոն Աբրահամյան մերժվեց իշխանության կողմից ձեր ներկայացրած նախագիծը հայրենական պատերազմի հետ կապված, նրանք նշում են, որ եղել է հոբելյանական թվեր 70-ամյակը, 75-ամյակը, ինչու նման օրենք չի ընդունվել եւ բացի այդ պարզաբանում էին, որ ուղիղ կապ չեն տեսնում Շուշի ազատագրման հետ եւ այլն։ Ինչու մերժվեց ամեն դեպքում։ Ուրեմն այս նախագծի շրջանառության մեջ դնելուց առաջին իսկ փուլից իշխանությունը ամեն ինչ արել է այն ներկայացնելու որպես աշխարհաքաղաքական տարբեր բախումների ենթարկա թեմաների համատեքստում։ Անդադ փորձել են այս թեման տանել մեկ Միացյալ Նահանգների, մեկ Ռուսաստանի, մեկ եվրոպական ուղղությամբ ու անհասկանալի անթեր շարժեր իրականացրել։ Այդ հայտարարության տեքստում, նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրած իմ մեկնաբանությունում կարծում եմ, որ շատ հստակ ասված էր։ Կա պատմական իրողություն, դա հաղթանակի 80-ամյակն է, հաղթանակն է եւ դրանից 80 տարի հետո, այսպես ասեմ, այդ հաղթանակի նշման միջոցառումը, որին նաեւ նույն իշխանության տարբեր ներկայացուցիչներ են բարձրագույն մակարդակով ներկայացել։ Հիմա մենք այդ հայտարարության տեքստում արձանագրել ենք պատմական փաստերը, որոշակի ինստիտուցիոնալ կապ ենք տվել անցյալի եւ ներկայի միջեւ, արձանագրումներ են կարել հայ ժողովրդի վիթխարի մասնակցությունը հայրենական պատերազմում եւ առհասարակ ֆաշիզմի եւ նացիզմի դեմ տարած հաղթանակում, ընդ որում ոչ միայն սովետական Հայաստանում ապրող հայերի մասին է խոսքը, այլ նախկին սովետական միության հանրապետությունների, մեր Արցախահայերի, նաև սովետական միությունից դուրս տարբեր երկրներում իրենց մասնակցությունը բերած հայերի, որովհետև այդ տարբեր երկրներում օրինակ Ֆրանսիայում Միսակ Մանուշյանի մասնակցությունը եղել, որը ով այդ երկրի ազգային հերոսն է եւ այլն։ Այսինքն թեման եղել է ֆաշիզմի եւ նացիզմի դեմ տարված հաղթանակը։ Հիմա իշխանությունը թե հանձնաժողովի նիստում, շատ ավելի փոքր մասշտաբով նաեւ այսօրվա լիագումար նիստում անընդհատ փորձում է իր մերժումը արդարացնել լրիվ այլ համատեքստում։ Օրինակ հարցում են, ասում են, կապը ինչով կարող եք տալ Շուշի ազատագրման հետ կապված եւ սրանից 80 տարի առաջ հայրենական պատերազմում տարած հաղթանակի։ Ես ավելին եմ ասել եմ ուզում եք ուրիշ կապ էլ տամ Սարդարապատի հետ կապ տամ, որը հայտարարության մեջ չկա։ Օրինակ Սարդարապատում մասնակցություն ունեցել դերևս շատ երիտասարդ Հովհաննես Բաղրամյանը, որը բավականին ակտիվ մասնակցություն ունեցել, դրանից տարիներ մի քանի տասնամյակ հետո Հովհաննես Բաղրամյանը արդեն խոշոր զորահրամանատար էր, գեներալ էր, Խորհրդային միության մարշալ էր եւ այլն, այսինքն պատմական կապ կա, որը որևէ ձևով չես կարող ջնջել։ Նույնը ինչը վերաբերում է Շուշի, նախ Շուշի ազատագրումը եւ ֆաշիզմի դեմ տարված այդ խորհրդանշական հաղթանակի օրը նաեւ թվագրական առումով ունի նույն օրերն են։ Դրանից բացի ես նաեւ հանձնաժողովի նիստում ասացի, որ մեծ առումով հայրենական պատերազմի ժամանակ նաև այդ զորահրամանատարների ժառանգներն են, չէ, տարբեր թելերով նաև կապված։ Այդ մարտական ոգին է, չէ, որը մեր ժողովրդի հետ մտած է եղել եւ այլ փուլերում դրսևորվել է։ Այդ հաղթանակը, որը ծիլեր է դնում, այդ ծիլերը տարբեր փուլերում իրենց դրսևորումը ստացել են։ Եվ ի վերջո, ինչքան էլ այս իշխանությունը հայտարարի, որ Արցախը ադրբեջանական է, չի կարող պատմությունից մաքրել կամ խմբագրել Շուշիում տարած հաղթանակը։ Այսինքն անկախ նրանից դու ինչ քաղաքական դիրքորոշում ունես, եղել են պատմական իրադարձություններ, որոնք որևէ ձևով չես կարող ջնջել։ Անկախ նրանից դու ինչքան ես ատում հայերին, ինչքան ես ատում քո ժողովրդին, ինչքան է քո համար զորական մոտեցումը քո սեփական հայրենիքի նկատմամբ։ Այնպես որ այսօր արտահայտվել է ոչ միայն մեր ժողովրդի հաղթանակի պատմական անցյալի, մեր պատմական իրողությունների նկատմամբ իշխանության բացական վերաբերմունքը, այլ իշխանությունը ասեմ, որ ամեն ինչ արեց, որպեսզի այս թեման հերթական անգամ դարձնի Արևմուտք Ռուսաստան հակազդեցության քննարկման առարկա եւ նաեւ ընդգծված ձևով իր վերաբերմունքը ցույց տա Ռուսաստանի նկատմամբ, որը այս տեքստի հետ որևէ առնչություն չուներ։ Տեսեք, մարդիկ ինչ դրդապատճառներով են մոտենում
երկրին իրենց ծառայությունները մատուցելու համատեքստում։ Դա կլինի պարտադիր ժամկետային ծառայության դեպքում, պայմանագրային ծառայության, առհասարակ զինվորական մասնակցություն ընտրելու պարագայում։ Եթե կա մեկը, որ կարող է պնդել, որ դրա հիմքում բացառապես փողն է կամ սոցիալական երաշխիքներն են, ես այդ մարդկանց կհիասթափեցնեմ։ 90-ականներին, երբ որ նոր ձևավորում էր հայկական զինուժը երրորդ հանրապետության, մարդիկ սկզբնական շրջանում առանց գումարի էին ծառայում, տարիներ շարունակ էին ծառայում, կամ երկար տարիներ բավականին նվազ գումարով էին ծառայում, որտեղ այդ մարդկանց գլխում դա գաղափարական պայքարներ, հայրենիքի պաշտպանության հարցներ, հասկանում եք, նվիրվածություններ սեփական ժողովրդին, այլ ոչ թե մեկ ավել կամ պակաս ֆինանսական միջոցներ ստանալը։ Ես չեմ ուզում ֆինանսական հարցը զուտ չորթական դեր դնեմ, բայց երբ որ իշխանությունը փորձում է ծառայությունը կամ հայրենիքի նկատմամբ ծառայությունը, առաքելությունը վերածել աշխատանքի, հասկանում եք, դա ավելի կարճ ճանապարհ քան բանակի ֆունդամենտի փլուզումն է, դա պարզապես այս իրավիճակում չի կարող լինել։ Սա մեկ։ Երկրորդը, տեսեք, հասարակության շրջանում առանց այն էլ այս իշխանության հրահրմամբ կա բավականին բևեռացում, տարատեսակ բաժանումներ, որոնք սկսել են սևերով եւ սպիտակներով, հիմա իշխանությունը փորձում է ընդգծել նաեւ հասարակության մեջ ունևորների, չունևորների այդ հանգամանքը եւ ստացվում է, որ ունի հնարավորություն նա կարող է ֆինանսական ներարկման միջոցով պարզապես ազատվել ծառայությունից, ով որ ունի ցանկություն, բայց չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, ապա դա դրա հնարավորությունը չունենալու։ Առհասարակ երկրի պաշտպանության ներգրավվածության հիմքում ֆինանսները դրանք 4-ական, 5-րդական դիրքում են, հասկանում եք։ Այսինքն խնդրական բաներ ունի իր մեջ ինչ որ մարդկանց այսպես չգիտեմ սիրաշահելու նպատակ ունի նախագիծը։ Նախընտրական սրա բնույթը մեկ այլ հարթության հարց է, որը այս իշխանության համար ունի կենտրոնական դեր։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2021 թվականի մայիսին, դեռևս 21 թվականի արտերտ ընտրությունների համատեքստում իշխանությունը սկսեց շրջանառել պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեման, որը նախընտրական փուլում բավական ակտիվորեն օգտագործում էր։ Նախորդ տարի 24 թվականի հոկտեմբերին Պաշտպանության նախարարությունը ընդունել է զինված ուժերի կերպափոխման հայեցակարգը, որում նշված է, որ մինչև 27 թվականը պարտադիր ժամկետային ծառայության ժամկետները կրճատվելու են, որը ևս ձեր հարցադրման համատեքստում է։ Հիմա այս փուլում էլ իշխանությունը գնում է այս ճանապարհով։ Այսինքն ամեն ինչ հաշվարկված է, որովհետև այն հիմնավորումները, որոնք նրանք ներկայացնում են այս նախագծի համատեքստում, որևէ առնչություն չունեն այն մեր ռեալ իրողությունների եւ հետագայում մեծ սպասվելիքի հետ, եւ նաեւ այս տեսանկյունից ուզում եմ նաեւ անպայման նշել, որ նախագծին ուղեկցող նաև փաստաթղթերը, որոնք նաև հրապարակված են, դուք էլ կարող եք ծանոթանալ, դրանք ներկայացված այդ համեմատությունները, ներկայացված այդ վերլուծությունը խոսում է լրիվ հակառակի մասին։ Համալրման հետ կապված հարցը, հասկանում եք, կան այլ հարցեր, նույնիսկ գործող օրենսդրության մեջ, որտեղ կարելի է համալրման խնդիրը լուծել։ Ես ինքս 2 տարուց ավել է պայքարում եմ ատեստացիայի համակարգի փոփոխությանը, որտեղ 1-2 գործողությամբ կարելի է էականորեն բարելավել ոչ միայն համակարգը, այլ նաև բերել համալրման գործընթացի աճին։ Կարելի է բերել այն հանգամանքին, որպես հնարավորինս քիչ թվով մարդիկ տարբեր պատճառով դուրս գան զինված ուժերից եւ այլն։ Այսինքն իշխանությունը իր հայտարարած կոռուպցիոն դրսևորումները, օրենսդրությունում եղած սողանցքները նվազեցնելու, դրանց ռիսկերը նվազեցնելու կամ վերացնելու փոխարեն գնացել է դրանց օրինականացման ճանապարհով։ Այսինքն սա նաև ներողություն, սա նաև խոստովանություն է առայն, որ այս 7 տարիների ընթացքում այս իշխանության ժամանակահատվածում ոչ միայն աճել են այդ դրսևորումները, այլ այս իշխանությունը որևէ լուրջ քայլ չի արել դրանք նվազագույն մակարդակին հասնելու համար։ Հիմա չկարողանալով այս ամեն ինչի դեմը առնել, չկարողանալով համակարգը փրկել, իշխանությունը գնում է շատ ավելի վատ ճանապարհով, որը շատ ավելի արագացնելու է այն արատավոր բարքերը, որոնք այսօր առկա են եւ դրսևորվում են։ Հայաստանին այսպես ապառազմականացման է, որտեղ նաեւ ասում են բացի զենքներով, նաեւ սա բանային կազմաքանդման մի դետալ է եւ կարծես թե դրան է ձգտում իշխանությունը։
անկախ այն ներով դա անել։ անկախ այն հանգամանքից, թե ինչ է իր գլխում պահում իշխանությունը, այս process-ը ըստ էության բերելու է նաև զինված ուժերի կրճատմանը, որտեղ տեսեք ֆիզիկական առումով, եթե նույնիսկ լինի աճ, համարենք, որ 1 ամսով ծառայողների թիվը պայմանական 200 է, բայց հասկանում եք, 1 ամսվա ծառայությունը այդ 1 մարդու հաշվով ոչ իրեն է զինվորական մասնագիտություն տալու, ոչ կարողանալ է զինված ուժերի ընդհանուր փիլիսոփայության մեջ որոշակի քո դերակատարում ունենաց, երկրորդն է զուտ ֆիզիկական աճը 1 ամսով ծառայողների դեպքում, պատկերացրեք 24 մարդու դեպքում դառնում է 24 նոր 1 լիարժեք ծառայություն։ Այլ այն դեպքում, երբ որ դու 1 զինվորի վրա 24 ամսվա ներդրում ես անում մասնագիտական առումով եւ 2 տարվա այդ համատեքստում ունենում ես պատրաստված, մասնագիտացված, նաեւ որոշակի փորձառություններ ունեցող զինծառայող։ Երբ որ նրանք ասում են, գիտեք, մենք պայեստազորն ենք մեծացնում, այդ մարդիկ նաեւ պայեստազորում կընդգրկվեն 1 ամիս ծառայած մարդը, որը պայեստազորում է, ոչ այդ մարդը կարող է էֆեկտիվ մարդական հերթապահություն իրականացնել։ Դեռ չեմ խոսում հնարավոր պատերազմական գործողությունների մասին, որի դեպքում միակ բանը, որ կարող է լինել այդ մարդու դեպքում, դա հեշտ թիրախ դառնալն է։ Հասկանում եք։ Հիմա այս ներողություն, փայլակ, հեսա վերջացնում։ Հիմա այս համատեքստում ինչ հաշվար դրած է։ Նույնիսկ համեմատությունները, որ ուղեկցող փաստաթղթերով ներկայացված է, տեսեք, օրինակներ բերած է Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի օրինակը, որ տեսեք, այնտեղ ժամկետային ծառայության ժամկետը քիչ է։ Այսինքն 80 միլիոնանոց Թուրքիան բերել է եւ համեմատության մեջ է դրվում 2.5 միլիոնոց Հայաստանի։ Դեռ չեմ ասում քաղաքական նշանակությունը, յուրաքանչյուր երկիր ունի իր սպառնալիքները եւ ունի այն հիմնական սպեկտրը ճակատը, որում մտնում է, գործում է եւ պայքարում է։ Բերել դա պրոյեկտել Հայաստանի վրա, ասել գիտեք, հարևան երկրում, օրինակ Թուրքիայում ժամկետային ծառայությունը ժամկետը այսքան է, հասկանում եք, որևէ աղերս չունի տրամաբանության հետ։ Բայց տեսեք, հենց Բարդանը չի հուշում, որ պարտադիր զինվորական ծառայություն, այսինքն պարտադիրը հենց դրա մասին է խոսում եւ հիմա քեշ փողով, հա, դա փոխարինելը որքանով է օրենքի նաեւ շրջանակներում։ Տեսեք, որպես կանոն հասարակության շրջանում օգտագործում է ժամկետային ծառայությունը, բայց իրական ձևակերպումը իհարկե պարտադիր զինվորական ծառայությունն է։ Այս օրերին ես նաև տեսել եմ բազմաթիվ իրավաբանների, որոնք նաև իրավական տեսանկյունից են շատ ավելի մատչելի եւ որակյալ նաև վերլուծություն ներկայացնում այս իրավիճակի հակասահմանադրական եւ հակաօրինական լինելու հանգամանքի մասին, բայց կրկնում եմ, այստեղ ոչ միայն օրենքի խնդիր կա, ոչ միայն այստեղ քաղաքականության խնդիր կա, այստեղ կա գաղափարական բավականին մեծ խնդիր եւ սա ջարդում է այն ողնաշարը, որի վրա հիմնված է մեր զինված ուժերը, այսինքն գաղափարական մոտեցումը, հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի զգացումը, երբ որ այդ ամեն ինչը վերացնում ես ու դա դնում ես բացառապես ֆինանսների վրա, սրանով որևէ խնդիր չես լուծելու։ Մի հանգամանք էլ ասում են, գիտեք, այդ գումարների հաշվին կարող ենք վճարել, օրինակ, չգիտեմ, մեկի դեպքում 2 պայմանագրայինի։ Իսկ ով է ասում, որ մեր նման ժողովրդագրական վիճակ ունեցող երկրների պարագայում մենք ունենք այնպիսի մեծ ռեսուրս, որ կարելի է ժամկետային ծառայությունը, պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատել, դարձնել փողով, ինչպես հասարակության մեջ է ընդունված ասել, եւ մեծ թվով մարդիկ կօգտագործեն այս հնարավորությունը ավելի բարձր վարձատրությամբ գան ծառայության։ Այն բարեհոգեբանական վիճակը, որը այսօր ստեղծված է մեր հասարակության մեջ, որը ստեղծված է զինված ուժերում, նաև բավականին մեծ խոչընդոտ է ստեղծում նոր մարդկանց զինված ուժերում ներգրավելու մասին։ Մեկ օրինակ էլ ասեմ եւ այս մասով եզրափակեմ, տեսեք, երբ որ հերոս պետական մակարդակով հռչակում է ոչ թե իր հայրենիքի համար կյանքը տված մարդը կամ հայրենիքի համար իր ողջ կյանքը նվիրած, թեկուզ եւ նաև չնահատակված անձը, երբ որ դա փոխարինում ես հարկ վճարողի մոտեցմամբ, հասկանում ես, այս ամեն ինչը փլուզվում է։ Այդ մարդու հիմնական մոտիվացիան էս մեկը դա նաև հասարակության եւ պետության վերաբերմունքն է իր ծառայության եւ իր առաքելության նկատմամբ։ Երբ որ քեզ քո պետությունը ասում է, որ դու զոտ աշխատակից ես, քո գումարը այսքան կբարձրենք կամ այնքան կբարձրացնենք, դու գնա քո գործը արա, հասկանում եք, այդ մոտիվացիան ամբողջությամբ այդ հիմնական մոտիվացիան դուրս է գալիս, եւ երբ որ ծառայությունը փոխարինվում է աշխատանքով, այն վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը, գիտեք, ամբողջությամբ մնացած բոլոր ֆունդամենտալ հարցերը վերանում են։ Նաև
նախագահ պետքարտուղար Մարկ Ռուբիոն նշել էր, որ էսկալացիայի վտանգ են տեսնում եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են անում Ադրբեջանի կողմից վտանգ են տեսնում։ Ինչով է պայմանավորված կարծում եք այս անհանգստությունները, արդյոք տևական ժամանակ սահմանում լարվածությամբ է, թե այլ վերլուծություններ կան։ Եվ կներեք, Էրիկել Փաշինյանը վերահաստատեց, որ պատերազմ չի լինելու։ Գիտեք, բավական հետաքրքիր եւ կարևոր հայտարարություն է հնչել, հատկապես այն համատեքստում, որ վերջին երևի 3-4 ամիսներին արտաքին բոլոր խաղացողներն, անկախ նրանից թե դրանք ինչ դերակատարում ունեն մեր ռեգիոնում, բոլորը խոսում են խաղաղության կամ անխուսափելի խաղաղության մասին, որևէ մեկը չխոսում ռիսկերի մասին, բոլորով միասին կարծես թե օգնում են հայաստանյան իշխանությանը ստեղծելու կեղծ խաղաղության միֆ, առայն որ Հայաստանի որևէ բան չի սպառում։ Հիմա ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգներում ավելի շատ գնահատել են այն հայտարարությունները նաև, որոնք հնչում են Ադրբեջանից։ Ադրբեջանի կողմից աննախադեպ մեծ ծավալներով սպառազինության գնումները, եղած սպառազինության արդիականացումը, բավականին մեծ թափ ստացած ագրեսիվ հայտարարությունները, որոնք ըստ այդ վերլուծությունների կարող են մի օր պայթել։ Այսինքն մարդ պետք է միայն կույր լինի եւ առասարակ զրոյական գիտելիքներ եւ վերլուծության հմտություններ ունենալ, որ գտնվեց դաշտում եւ այս սպառնալիքը եղած իրադարձությունների համատեքստում պարզապես չգնահատեց։ Այս դեպքում կարծում եմ Միացյալ Նահանգներից հնչածը որոշակի արձագանք էր առայն, որ իրականում ռիսկ գոյություն ունի ի հեճուկս Հայաստանի եւ այլ երկրների հնչեցրած այն հայտարարություններին, որ պարզապես պատերազմի հավանականություն չկա։ Իհարկե Հայաստանում դժվար է գտնվի մի մարդ, ով որ կցանկանա, ասի որ կցանկանա, որպեսզի պատերազմ լինի։ Բայց խնդիրը այստեղ ցանկություններ չեն, խնդիրը իրավիճակի ճիշտ գնահատականն է, իրադարձությունները ճիշտ ընկալումն է, որպեսզի կարողանաս քո երկրի նկատմամբ առկա ռիսկերը շատ ավելի ճիշտ գնահատես։ Հիմա Հայաստանի իշխանությունը այս պայն խնդիր ունի ընտրություններից առաջ հանրությանը նախապատրաստել նրան, որ սա միակ իշխանությունն է, որը իր համար ստեղծել է կոմֆորտ եւ բերել է խաղաղություն, անկախ նրանից թե ինչ ծավալի զիջումներ է գնացել, այն պարագայում, երբ որ Ադրբեջանը նույնիսկ հիմա էլ շարունակում է տարածքային հավակնություններ դրսևորել Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ, ներկայումս որևէ խոսք չի գնում այն տարածքների մասով, որոնք 21-22-23 թվականին Ադրբեջանի կողմից օկուպացվել են եւ այս պարագայում Ադրբեջանը շարունակում է այսպես ասեմ նեղացնել Հայաստանի մանևրային հնարավորությունները եւ հայ ժողովրդին ըստ էության նախապատրաստում են նոր զիջումների։ Պարոն Աբրահամյան, երեք հետաքրքիր Ֆրանսիայի արտգործնախարարի կարծես թե մեր արտգործնախարարը պայմանավորվել է, որ Սյունիքում պետք է բացվի Ֆրանսիայի հյուպատոսություն, նաև մամուլում տեղեկություններ կան, որ ավելի քան 3 տարի Ռուսաստանն է պնդում Սյունիքում հյուպատոսություն ունենալու, այս պահին այնտեղ միայն Իրան ունի եւ Լավրովն էլ ասաց, որ այդ հարցը քննարկվում է։ Հիմա ձեր կարծիքով ինչու են գերտերությունները փորձում, որտեղ հյուպատոսությունը այսպես հենց այնպես չեն բացում, ինչու են փորձում բոլորը այնտեղ ներկայություն ունենալ եւ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից ավելի շատ այսպես դրական մոտեցում կա Ֆրանսիայի հյուպատոսություն ունենալու, եթե Ռուսաստանինը 3 տարի տևական ժամանակ է ձգձգում է։ Որևէ մեկի համար նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ Սյունիքը ունի կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի համար, որը նաև մեր կապն է հարավային բարեկամ երկրի Իրանի հետ, այլ նաև ռեգիոնալ, նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից, հատկապես երբ որ խոսք է գնում կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, որովհետև անկախ նրանից թե ինչ է մեզ դեմ տալիս Ադրբեջանը, ինչպես է դա ամեն գնով պաշտպանում Թուրքիան, կոմունիկացիաները մի փուլում բացվելու են եւ Հայաստանը որևէ փուլում կարող է դառնալ այն խաշմերուկը, որոնց նկատմամբ հետաքրքրություն ունեն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ։ Սա եթե որոշ երկրների համար զուտ տնտեսական նշանակություն ունի, ապա այդ աշխարհաքաղաքական կենտրոնների համար բավականին մեծ է նաեւ քաղաքական մրցակցության հարցը եւ նաեւ քաղաքական հակազդեցության հարցը եւ դրանով է պայմանավորված, որ մի քանի երկրներ հետաքրքրություն են դրսևորել հյուպատոսական ծառայություններ կամ դիվանագիտական ներկայացվածություն ունենալ Սյունիքում, որպեսզի յուրաքանչյուր իր մասով կարողանա պաշտպանել իր աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ շահերը։ Պարոն Աբրահամյան, եւ երեք Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագիրը համարեց, որ դա բոլոր խնդիրների լուծման միակ տարբերակն է, նշելով, որ բոլոր խնդիրները կլուծվեն եւ երբ այդ պայմանագիրը ստորագրվի։
իրատեսական է կարծել, որ պայմանագրի ստորագրումից հետո եթե ստորագրվի բոլոր խնդիրները կարող են լուծվել։ Առաջին բանը, որ այս թեմայի հետ կապված քննարկումներում պետք է արծարծվի, դա հետևյալն է. ինչ է գրված խաղաղության պայմանագրում, որովհետև հայտարարվեց խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը, բայց որևէ պայմաններում այդ փաստաթուղթը չհրապարակվեց։ Կա 17 կետանի փաստաթուղթ, որից 2-ն է հանրայնացվել, եւ դրանից հետո որևէ մեկը չգիտի, թե այդ փաստաթղթում ինչ է ներառված։ Հիմա այն վերլուծությունները, որոնք կան, դրանք հիմնված են այն քննարկումների վրա, այն վերլուծությունների վրա, որոնք տարբեր փուլերում քննարկվել են, տարբեր կողմերից բարձրաձայնվել են եւ դրա հիման վրա է, որ որոշակի եզրակացություն է իրականացում, բայց գլխավոր խնդիրը այն է, որ փաստաթուղթը հրապարակված չէ։ Հիմա մեզ բերում են հրամցնում են եւ դրանով խոստանում են մի փաստաթուղթ, որի մասին որևէ մեկը տեղեկություն չունի, հասկանում եք, ու դրանով խոստանում են ապագա։ Ես կարծում եմ, որ խաղաղություն խաչմերուկ ասված փաստաթուղթը բարի կոնկրետ խաղաղության խաչմերուկի փաստաթուղթը բարի ցանկությունների մասին նախագիծ է, բայց մի կողմից ունենք այս փաստաթուղթը, մի կողմից ունենք խաղաղության պայմանագիրը եւ դրա իրար հետ փոխ լրացնող լինելը կամ ընդհանուր հայկական շահերի ներկայացման հետ հանգամանքը որևէ տեղ արձանագրված չէ։ Իշխանությունը չունի այլ տարբերակ, քան հրապարակելու այդ փաստաթուղթը ամբողջության մեջ, որպեսզի մեր քաղաքացիների համար հստակ դառնա, թե իրականության մեջ ինչի մասին է խոսքը։ Պարոն Աբրամյան, Արևմտյան Ադրբեջանի, այսպես ասած, ներկերեք արտգործնախարարի մամուլի խոսնակն էլ անդրադարձել, կարծեմ Ալիևն էլ է անդրադարձել։ Ինչ է կարծում, սա ամեն դեպքում Ադրբեջանի համար իրատեսական ծրագիր է, թե սա պարզապես այսպես նախապայման է կամ ինչ որ միջոց է խաղաղության պայմանագիրը չստորագրելու, ինչ որ պատրվակ ձգձգելու։ Դա ամեն դեպքում իրենք իրատեսական են համարում այս ծրագիրը։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը այս իրավիճակում մի քանի խնդիր է միանգամից լուծում։ Սա մի կողմից հնարավորություն է ձգձգելու բանակցային գործընթացը, որովհետև Ադրբեջանում դեռ չկա վերջնական պատասխանն այն բան է, թե արդյոք դեռևս հնարավոր է ավել բան քամել Հայաստանից կամ ստանալ Հայաստանից։ Երկրորդ խնդիրը դա հստակ տարածքային նկրտումներն են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որը անհրաժեշտ գեոպոլիտիկ իրադրության դեպքում Ադրբեջանի համար կարող է կանաչ լույս վառել, կլինի դեռ ռազմական ճանապարհով, թե կլինի Հայաստանի նկատմամբ պահանջների ձևով, դա այս պահին դեռևս հստակ չէ, դա բազմաթիվ այլ իրողությունից է կախված, բայց այն ինստիտուցիոնալ գործընթացը, որը Ադրբեջանը սկսել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի ներքո, դա Հայաստանի Հանրապետության համար մշտապես կախված սպառնալիք է լինելու։ Անկախ նրանից դրանք մի փուլում կպասիվացնեն, ինչ-որ փուլում կակտիվացնեն, Ադրբեջանը բավականին մեծ ֆինանսական, քաղաքական եւ քարոզչական ներդրում է անում այդ այսպես կոչված պրոյեկտում եւ ես համոզված եմ, որ այս թեման ունի զուտ կարճաժամկետ նշանակություն եւ սա առաջիկայում նաեւ խաղարկվելու է Հայաստանի գլխի նոր սպառոնիկներ բերելու, Հայաստանի նկատմամբ շանտաժի այդ էլեմենտը ուժեղացնելու եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության կենսական շահերը տրորելու համար։